2025 թվականի ամբողջ նոյեմբեր ամիսը ստացվում է, Արթուր Սարգսյանին տեսակցել են պատգամավորներ, որը ոչ մի բացասական նշանակություն կամ հետևան գործի ընթացքի վրա չի ունեցել։ Սա մեկ, երկրորդ, պատվարժան դատարան, եթե հանրային մեղադրողները Արթուր Սարգսյանի մերձավոր ազգականների, այսինքն հարազատ քույրերի, հարազատ եղբոր ընտանիքի հետ կապված խնդիր են տեսնում, թող ինձ ասեն, օրինակ ինչի համար իրենք չկարողանան տեսակցել ու պայմանական պատվարժան դատարան միասին իրենց մեծ ընտանիքով չհավաքվեն իրենց տանը։ Օրինակ դրանից ինչ կլինի սույն քրեական վարույթի հետ։ Այն պայմաններում, երբ հատուկ ընդգծում են, որևէ առնչություն չունեն այս քրեական վարույթի հետ։ Իդեպ հիմնական մասն են, երբ ասում են մեծ ընտանիք, հիմա օրինակ եղբոր երեխաները կամ քրոջ երեխաները մի մասը մանկահասակ են։ Մանկահասակ երեխաները պետք է ինչի համար չտեսակցեն իրենց մերձավոր ազգականին։ Եթե դրա վերաբերյալ փաստար կա, ես լսեմ, իրական կարող է օրինակ ես էլ եմ դիրքորոշումս փոխում, օրինակ ասում եմ, որ Ավետ Սարգսյանի մանկահասակ երեխաները թող հանկարծ չգան տեսնեն Արթուր Սարգսյանին, որտեղ կարող է օրինակ չգիտեմ։ Ես իդեպ դա չեմ ասել, բայց հիմա երևի ստիպված եմ ասել, ես չեմ բացառի, որ կարող է իրենք ջրի ատրճանակներ ունենան եւ դա ունենա իր իրավական հետևանքները։ Ես դա չեմ բացառում, ի սկզբանե հիմա հայտնել։ Բայց կարող է ձմեռով դա անեն, որը այլ բան լինի։ Շնորհակալություն պատվարժան դա։ Ես մեկ հարց, որոշումը ձեզ մոտ կա վերաքննիչ քրեական դատարանում։ Կա ձեզ մոտ արկա։ Ինչի համար եմ այս նշում, որովհետև վերաքննիչ քրեական դատարանը նշել էր հետևյալը, նախ դուք 20 միլիոն դրամի վերաբերյալ պատճեն պատճեն ասա, այն օրինակը կներկայացնեք, բարի, երկրորդը, քանի որ սենց անջատված ուղղակի մի մասն է, որոշումը դատարանը չի ստացել դեռևս այդ որոշումը, անջատված մի մաս է այստեղ պատճենի տեսքով ներկայացվել, որում նշված է հետևյալը։ Տնային կալանք 3 ամիս ժամկետով գրավ 20 միլիոն դրամի չափով, խափան միջոցներ համակցված կիրառելով։ Այստեղ նշվել է հետևյալը, պաշտպան Վարդևանյանի միջնորդությունը բավարարել Երևան քաղաքի Առաջնայցյան Ընդհանրասյան քրեական դատարանի 2025 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ ԵԴՄ 2887-25 թվագիր որոշումը բեկանել մեղադրյալ Արթուր Լավրենտի Սարգսյանի ծնված 1978 թվականի ապրիլի 28-ին Սիսյան քաղաքում ազգությամբ քաղաքացի նախկինում շտատված ամուսնացած խնամքին 4 անչափահաս երեխա հաշվառված Սյունիքի մարզի Սիսյան քաղաքի դժվարությամբ եմ կարդում, որտեղ տպածը մի փոքր բան է, Սյունիքի մարզի Սիսյան քաղաքի Ազոյան փողոց 11-րդ տանը բնակվում է Երևան քաղաքի Ունեցի փողոցի 8 տանը հանդիսանում է ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր նկատմամբ որպես խափան միջոց համակցված կիրառել տնային կալանքը եւ գրավ 20 միլիոն դրամի չափով մեղադրյալ Արթուր Սարգսյանի տնային կալանքը պետք է կրի փաստացի բնակության վայրում Երևան քաղաքի Ունեցի փողոցի 5-րդ տանը Արթուր Լավրենտի Սարգսյանին արգել են տնային կալանքի ընթացքում ունենալ նամակագրության հեռախոսային խոսակցություններ, օգտվել արտակցության այլ ձևերից, այդ թվում փոստային առաքանուց, բացառությամբ պետական մարմիններից ստացվող փոստային առաքանների շփում ունենալ այլ անձանց հետ, բացառությամբ իր հետ համատեղ բնակվող անձանց եւ իր պաշտպանների։ Հեռախոսային խոսակցություններ ունենալու արգելքը չի տարածվում շտաբ բժշկական օգնության, իրապահ մարմիններ կամ արտակարգ իրավիճակներում հարկարը ծառայություն կանչելու, ինչպես նաև վերահսկողություն իրականացնող մարմնի հետ կապ հաստատելու դեպքերի։ Մեղադրյալ Արթուր Սարգսյանի նկատմամբ որպես խափան միջոց կիրառված տնային կալանքի նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել ՀՀ պրոբացիայի ծառայությանը գրավի գումարի
գրավի գումարը երրորդյա ժամկետում ենթակա վճարման վերաքննիչ քրեական դատարանի արտաբյուջետային դեպոզիտ հաշվին Արտուր Սարգսյանի նկատմամբ որպես խափան միջոց կիրառված կալանքը վերացնել։ Հիմա կալանքը վերացվել է, փոխվել է, տնային կալանք ընտրվել, սկիզբը երբոնից է հաշվել, այս սկիզբը ինչի համար եմ այս ասում, որովհետև Պուտին մենք գիտենք լրանում է, այդ որոշումը բեկանվեց, հիմա հաշվակցումը կատարել, ինչ արել, պատճառաբանական մասը արկա չէ ինձ մոտ որպեսի Պատվարժան դատարան կարող ենք ընդմիջել պատճառաբանական մասը հասու լինի, բայց դրա վերաբերյալ ես առնվազն հիշատակում չեմ տեսել, իմ մեկնաբանությունը հետևյալն է, քանի որ հաստատի նոր ի հայտ եկած հաստարկի հիման վրա միջնորդությունն է վերջո բավարարվել, իսկ նոր ի հայտ եկած հաստարկը վերաբերում էր օգոստոսին դատարանի կողմից որոշված եւ կիրառված խափաման միջոց կալանքին։ Այս տրամաբանության ներքո իհարկե պետք է կալանքը կրված ի հաշիվ արդեն տնային կալանքի փոխ լրացնեն։ Սա է։ Հաշվենք, որ տնային կալանքի ժամկետը Այո։ Ես պատվարժան դատարան դեկտեմբերի 8-ին ճիշտ եք հասկանում։ Ես պատվարժան դատարան կարող էի այլ մոտեցում որդեգրեի, պայմանականորեն այս խնդրի մասին պարզապես չհիշատակեի, հետո որոշակիորեն փաստի առաջ փորձեի կանգնացնել առնվազն այս մեկնաբանության։ Քանի որ նման նպատակ երբևէ որևէ գործով չեմ ունենում, այդ իսկ պատճառով հենց հստակ բաց այս մեկնաբանման հանգամանքը ես ինքս բացահայտեցի։ Եթե կա այլ մոտեցում սրա վերաբերյալ, քավլիցի քննարկենք, բայց ես առնվազն դատական ակտից դա եմ հասկանում։ Քանի որ իդեպ պատճառաբանական մասում նաև վերաքննիչ քրեական դատարանը հղում է տվել թե մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշմամբ արձանագրված եւ սահմանադրական դատարանի որոշմամբ հիշատակված հանգամանքին, որ կալանքը եւ տնային կալանքը իրենց իրավական հետևանքների ինտենսիվությամբ համադրվում են։ Կարծում եմ դա էլ պատահական չի այս իմաստով մեկնաբանման։ Այսքանը շնորհակալություն։